Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումները Գեղարքունիքի մարզային գրադարանում անցկացնելու հրավերին արձագանքել է նաև Երանոցի համար 1 միջնակարգ դպրոցը։ Աշակերտները բեմադրում են անբան հուռին հեքիաթը։ Հեյ ժողովուրդ, տեսեք ոնց է բախտս բերել, կնիկ ունեմ աշխատասեր։ Որոշեցինք մի փոքր դուրս գալ դպրոցական միջավայրից, ավելի մոտենալ գրքին, գրադարանի միջավայրը շատ տրամադրող է եւ որոշեցինք մեր Թումանյանին նվիրված միջոցառումը անցկացնել այստեղ, շատ գեղեցիկ գրքային միջոցառում ստացանք։ Երանոցի դպրոցականներին բարի գալուստ է մաղթում մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը, կարևորելով դպրոց-գրադարան կապի սերտացումը, այն որ գրադարանները գիրք վերցնել հանձնելու վայրից դարձել են կրթական ու մշակութային զարգացման կենտրոններ, արդեն իրողություն է։ Այս փաստն ուրախությամբ է արձանագրվում եւ գրադարանի ներսում եւ գործակից հաստատությունների շրջանում։ Ի վերջո, սա եւս մեկ քայլ է գիրքն ու ընթերցանությունը նախընտրելի դարձնելու ճանապարհին։ Բոլոր դպրոցները ունեն հնարավորություն ինքնարտահայտվելու եւ ինքնադրսևորման համար։ Գրադարանը անում է հնարավորինս, որպեսզի մեր ընթերցողները ոչ միայն լինեն պարզապես ընթերցողներ, այլ իրենց մասը ունենան մեր միջոցառումների կայացման եւ մասնակցության համար։ Համագործակցության հարթակը փորձում ենք հնարավորինս ընդլայնել, ներգրավելով ոչ միայն Գավառի տարածաշրջանի դպրոցներին, այլ նաեւ այլ համայնքների դպրոցներին, մանկապարտեզներին եւ այլ կրթօջախներին։ Ժամանակակից աշխարհում, որ թվային տեխնոլոգիաները մի փոքր ուզում են առաջ ընկնել եւ ընթերցանության հանդեպ սերը նվազեցնել, շատ լավ հնարավորություն է երեխաներին անընդհատ մոտ պահել գրքին, գիրք կարդալու մշակույթը զարգացնել, գիրք նվիրելու մշակույթը զարգացնել։ Անբան հուռին հեքիաթի բեմադրությունը վայելում են Գավառի համար 1 հիմնական դպրոցի 2-րդ դասարանցիները, բայց նրանք միայն հանդիսատես չեն, իրենք էլ ասելիք ունեն։ Դասվար Սիմա Պապյանի հետ գրքի նվիրատվություն են կազմակերպել, ընթերցանության կարևորության մասին են խոսում եւ միմյանց գրքեր նվիրում։ Այսպես գրքառատ եւ հեքիաթաշունչ տրամադրություններով Գեղարքունիքի մարզային գրադարանն ամփոփում է Հովհաննես Թումանյանի ծննդյան գիրք նվիրելու եւ մայրենիի օրերի միջոցառումները, որոնց ողջ ընթացքում ցուցադրվեցին Գավառի Գեղարվեստի դպրոցի սաների ստեղծագործությունները։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։